Պես պրոցեսի հետ կապված ինչ դիտարկումներ ունեք։ Նախ ուզում եմ պատասխանել ձեզ, որ կալանքի հացը հիմա չի քննարկվում, նախ պետք է հրապարակվի ըստ ինձ հասած տեղեկությունների ձերբակալման որոշման բողոքարկման վերաբերյալ որոշումը եւ ձերբակալման որոշման դեմ բերված որոշման բողոքարկումը հիմա ըստ էության, բայց հիմա երևի զուգահեռ փորձելու են նաև կալանքի որպես խափանամիջոց հետ կապած որոշումը զուգակցեն, որովհետև եթե անգամ, գիտեք, ես բասմա փորձ մարդ եմ, անգամ ես ձերբակալումը անգամ պահի տակ համարվում ոչ օրինաչափ, միանգամից այդ մարդը ձերբակալումից ազատ հետևից Համից քննչական մարմինները, նախաքննական մարմինները իդեմս քննչի եւ վերահսկող դատախազի մտնում են կալանավորումը որպես խափանամիջոց ընտրելու միջնորդությամբ։ Հիմա այս process-ն է։ Այսինքն ըստ էության մի բան մեզ չի գնացել, ոնց նախապես պլանավորվել է։ Հնարավոր է նաեւ որ ինչ որ դատավոր, այստեղ երկու դատավորի մասին է խոսքը, ուրեմն ձերբակալման որոշումը քննարկող դատավոր եւ կալանավորման ապագա ըստ էության ինչ որ մի բան այնպես չի դատական համակարգում եւ հիմա երևի քաղաքական կամ իրավական որևէ որոշման փնտրտուք է տեղի ունենում։ Իմ գնահատմամբ սա աբսուրդների աբսուրդն է, բացատրվեմ ինչով։ Նախ սկսենք նրանից, որ հաստատվում է այն նախքին վարկածը, որ հիմա դառնում է աքսիոմատիկ ճշմարտություն, որ Խաշողլի անգամ պատրաստ է իր զավակներին, իր երեխաներին մտցնել քաղաքական կեղտոտ պրոցեսների մեջ հանուն մի բանի, որ իր մորթապաշտությունը պաշտպանված լինի։ Դուք հասկանում եք, հիշում եք իր փոքր աղջկան, որ երևի ըստ էության գրական, քերականորեն ճիշտ հայերեն գրել չգիտի, ուժող սարքեց մի X գործով, բայց ինքը, նայեք, այսօր իր որդուն անգամ սարքեց նման ուժով, պատկերացնելով, չեմ ասում չպատկերացնելով, որ հայ իրականության մեջ, հայ մենտալիտետի մեջ մեծացնելով մի հատ տղա, ում իբրև թե Արավ Անգելա մի հատ կին, 40 անց, եւ չուտլի ազգային հերոս չէին սարքում, սրա տարհանման համար իմացակ, գիտեք իմ ինչ օպերացիաներ, սպեց օպերացիաներ պետական ավիացիայով եւ այդտենց օպերացիաներ չեղեն մյուս ուղղությունները մինչև սրան հանին ընդեից, Ջաբրայելի հետ տարածքից եւ այսօր սրան իբրև թե գողանման մի հատ Սա աշոցիկ հատուկ նշանակության օպերատիվ ռազմավարական, ոչ թե մարտավարական օպերացիա է, բարև ձեզ, ազգանքներես ձեզ, որով շեղվում է մի հատ ամբողջ պրոցես, հասարակ բան, ինքը լավ է հասկանում հայկական մենտալիտետը, ինքը հայտարարում է, ես թուրք եմ չեմ ամանչում, դավաճանը չեմ ամանչում, իր թիկնազորը 13% ավելացրած մարդը իր որդուն թողում է առանց պետական պաշտպանության այն դեպքում, երբ որ հարցեր էին տալի, ձեր կինը խի է քշում բրոնիկներ, ինչ է այսքան թիկնաձոծ էր, ասում էր, դա ես մեղավոր չեմ, դա պետական պահպանության օրենսդրական իմպերատիվ պահանջն է, որ ընտանիքի անդամները, կինս, երեխեքը պիտի լինեն, նույնիսկ ուղղաթիռը պետք է լինի բրոն։ Բա այս կլենտը ձեր ընտանիքի անդամ չի։ 3 տարի է անցել։ Ամենաակտուալ են պատերազմից հետո են ամենածայրագույն վիճակներում զոհված զինծառայողների ծնողները քո երեխեքին չեն մոտեցել։ Մայրամիգիտ, թեկուս 5 թիկնապահ ունենած մարդիկ գնացին ազգային ժողովի վրա 25,000 թիկնազորով այդ Միզուրանի լղջին սարքին բույս չեն կարա երեխեքի վնասեին այս 3 տարիներին մայրամիգը ծաղուրը կայֆերի գուլյանկեքի մեջ ձակերը էսի վաբշե թիկնազոր նրանք թիկնազորով են էսի թիկնազոր չունի հասկանք սա ունիկալ սպեցօպերացիա է ունիկալ պրովոկացիա է
Եվ ինքը չի պատկերացնում ամեն դեպքում եթե Իրանից է ծնված Աշոտիկը իր գենը դուք ոնց եք պատկերացնում նորմալ ծնող մարդ ծնող ընդհանրապես այս հայկական գենոֆոնի մեջ ինքը գնալու է իր հացը ժամերի հացը ես ասեմ ժամերի հացը ուղիլ չի ուժեղ աշխարհակահաղական իրողություններ կան այս Աշոտիկը ոնց ապրելու հայ իրականության մեջ որ եկել ասի մի հատ կին ինձ գողանում է Այսինքն ինքը ինչ է պատրաստ Ես էլ ասեմ եթե մենք վերադառնանք ուրիշ թեզի նայեք ուրիշ թեզի ես գիտեք եթե նույնիսկ կոչ եմ արել բարձրացնենք հայ թագավորական գերդաստանների սերունդների պատմական իրողությունները այդ գերդաստաններից սերված է սերունդները ովքեր կան հայ թագավորական ընտանիքները բերենք, միացնենք, ստեղծենք հայկական թագավորություն, ազնվական թագավորության սերունդներ, որոնք կառավարել մեր հայրենիքները, մեր պետությունները, մեր հայ տեսակը եւ այդ սերունդներից ստեղծենք թագավորություն։ Դուք պատկերացնեք վաղ այս կոնտեքստում Աշոտիկին վերելու ենք, ու ասենք մենք ունեցել ենք 16-րդ վարչապետ պետության մեջ խաղաղություն կնքած վարչապետ, հայրենիք դավաճանած վարչապետ, հա, ու դրա տղեն պետքա պայմանական եմ ասում, շարունակի հայ ազգի կառավարումը, գրումա կնոջ վրա, որ են գողացել են, Պարոն Այվազյան, քիչ առաջ այստեղ վիճաբանություն էր, ոստիկանությունն էլ կարծես թե միջամտեց, ինչ խնդիրներ, ինչ էր տեղի։ Պրովոկատորներ կան ստեղ մի 2-3-ին ճանաչում են քպայական պրովոկատորներ են, որոնք գոռում են լավ արե գողացել է Արավանգելա։ Դուք ինչ եք ասում, սա պրովոկացիա է։ Սա աբսուրդ է։ Ինչ է գողանան, ում գողանան։ Երեք դուք բաց հոգեբանական բացատրություն եմ տալիս ձեզ։ 3 տարի անց էնդեմից իր Աշոտիկը արդեն հանձնված էր հանրությանը, մայրամիգը, բոլոր իր երեխեքը, իր Աննան, ինքը անգամ անեդո քայլում է փողոցներով։ Դուք ոնց եք պատկերացնում, եթե թիրախավորված լինեն երեխեքը, ասենք այսօր պետք է անեն։ Հենց խես կոկայինների թեմայով, այս հազման թեմաներով, ողերի, հենց այս պիրոտ Աշոտիկը դարավ տուժող։ Կազմակերպված է։ Միանշանակ։ Գիտեք, ոչ թե կազմակերպել են չերես ծանողի, այլ ծանողի ֆակտորով այս դեպքը օգտագործեցին այդ իրաց զրամար է աշխատում հատուկ ծառայությունները։ Սա օպերատիվ ռազմավարական հասարակած։ Ջաբրելի լեռներից, որ Ջաբրելում լեռներ չ Իշետ չգիտեմ այդ երկու ովագերը, բայց հասարակած եմ տալի։ Մենակ նրան պատերազմի ծավալման շրջանից հանելու համար գիտեք ինչ զոհեր, ինչ վիրավոր, ինչքան կորուստներ տվել։ Բայց ասացին, որ բոլորը փախել են, Աշոտիկն է մենակ մնացել, այսպես Աշոտիկը միջև մանդես, դուք գիտեք Աշոտիկին է փոցի Արավանգել, նմանակն է սա, Աշոտիկը միջև մտածում է այդ երկերն։ Սրանք տեղերը չեն խմում, հասկանում, սրանք հոգեկան հիվանդներ են։ Այսօր բերես զինվորի մորը, αλλά եթե մեկ գիտեք ինչ ասեմ, եթե նույնիսկ նման զինվորի մայր ունենք, որ կարում է իրես վշտի հետ զուգակցված, նաև ինչ-որ մեկին գողանա, որ բաժի ենթարկի, էսի ավելի ծանր ազդակա, քան էս ինչը որ չի ապացուցվելու հիմի, էսի ավելի վատ բան է, ձեր համար պարոնայք և տիկնայք իշխանավորներ, սա ավելի վատ բան է, իրականը որ ուզենային գողանային, ոչ կգողանային փողոցից, ոչ մի տեղից, էս բոմժի տեղը բոլորը գիտեն, ու երբ ուզեն կգողանան 3 տարուց ավել արդեն, էլի։ Քխա։ Շնորհակալ եմ։